Փառք Հիսուսին այսօրվա համար։ Էլի նորից որ միաբան ենք, միասին ենք, հավաքվել ենք։ Այս սքանչելի հոլանդացիք լավ են ասում, զոնդախ, արևոտ օրվա համար։ Անգլերեն են այտենց ասում, Sunday են ասում։ Ու այսօր իրոք ամեն անգամ հենց Կիրակի օրը սենց արևը շողում է, ես ասում իրոք հենց զոնդախ է իսկական իր հենց այդ կարևորությունը շատ կարևոր է մեր կյանքերում։ Տերը, գիտեք, ամեն ինչում սկսում է հենց սկզբի վայրկյանից, հենց արթնանում ենք, օրը տալիս է, ամեն ձև կազմակերպված է։ Ես այսօր իմ խոսքն է, որ գիտեք, ես էլ ուրիշ բան ուզում եմ կենտրոնանամ, ինչ-որ մի բանի մասին խոսամ, ասեմ, բացի Հիսուսից ուրիշ ոչ մեկի վրա չեմ կարող կենտրոնանալ։ Մի հատ Տերը գերնական նենց մի բան է շարժում իմ մեջ, նենց սեր է դրել, որ մենակ ուզում եմ Հիսուսի սիրուց խոսալ, իր պատկերը, իր անձը ուզում եմ պատմեմ բոլորին, ուր որ լինեմ, ինչ որ անեմ, ու հասկացա, որ աշակերտներն էլ իրենք բան չէին անում, մենակ Հիսուսից էին խոսում, ու մնացածը կատարվում էր, ամեն բան կատարվում էր, ամեն բան մեր կյանքերում կատարվում է, գիտեք կարևորը որն է, շատ լավ է, որ մենք վազում ենք, ծառայում ենք, ամեն բան անում ենք, բայց ամենակարևորը, որ մենք մնանք Հիսուսի մեջ, մնանք իր մեջ, իր խոսքերն էլ մնա մեր մեջ, ու ամեն բան անում է Տերը, ու ես դրել եմ, սենց քրքրում եմ, փնտրտում եմ, ասում լավ Տեր, ոնց հասկանամ ես ամենը, ու ինձ միշտ գալիս է մտքիս Հիսուսը ու եկեղեցին գալիս է Պետրոսի մոդելը, ու Տերը ինքը ասեց, դու ես ժայռը, դու ես քարը, ես քո վրա կստեղծեմ եկեղեցին, այսօր ուզում եմ մի քիչ խոսենք այն մոդելի մասին, որ Հիսուսը իրոք կառուցում է այդ եկեղեցին, ու այսօրվա դրությամբ Պետրոսը չկա ֆիզիկապես աշխարհում, բայց կան ուրիշ Պետրոսներ, որը Տերը կանչել է ու հավատարիմներ է փնտրում, որ իր վրա շինի եկեղեցին։ Այսօր մի հատ յուրահատուկ զգացմունք է իմ մոտ, որ Տերը ուզում է, ես չգիտեմ ում համար եմ խոսում, ինչ եմ ասում, առաջինը իմ համար է, ուզում է Տերը նոր շունչ բերի, նոր ճանապարհ քո կյանքում, ինչ որ կար, ինչ որ անցյալը խանգարում է, ինչ որ դու անցյալում ուրացել ես, տեսեք Պետրոսը 3 անգամ ուրացավ Տիրոջը, բայց Տիրոջ սերը այնքան մեծ է, որ ինքը հետի վերականգնեց, ոչ թե մենակ վերականգնեց, այլ հիմնեց եկեղեցին, ու եկեղեցին հիմնելով, այն Պետրոսը, որ ինքը լրիվ մտածում էր ինքն է, Պետրոսն է, այդ Պետրոսը, երբ որ հասկացավ ինքը ով է, Քրիստոսն ով է իր մեջ, ինքը ով է Քրիստոսի մեջ, սկսեց իր շողքը մարդկանց բժշկել։ Գիտեք կարևորը որն է, որ մենք մնանք Հիսուսի մեջ, Հիսուսն էլ մեր մեջ։ Մեր հայացքը պետք է ուղղված լինի Տիրոջ վրա, ոչ մեկի վրա, ոչ մի մարդու վրա, որ ես նոր ապաշխարած քրիստոնյա էի, ասում էի, էսիա լավ քարոզիչ, գիտեք չէ, այդ խոսալները, խոսակցությունները, բենինը սենց ասում, էսի սենց ասում, այնն ենց ասում, լավ է, որովհետև մանուկ ես, փոքր վախտել ասում ենք, էս ինչը սենց է խոսում, էս ինչը սենց անում, հեղինակություններ ենք ման գալիս, մեր ամենամեծ հեղինակությունը դա Հիսուսն է, չկա իրանից ավեր, չկա իրանից հենկոմ ինչ-որ մեկը, ու ինքը ենքան հավատարիմ է, ասում է անգամ բոլորը քեզ կլքեն, կմոռանան, կուրանան, բայց ես քեզ չեմ լքի, ես քեզ չեմ մոռանա, չեմ ուրանա։ Ուզում եմ այսօրվա խոսքս կլինի կենալ Հիսուսի մեջ, ուզում եմ այսօր բացենք, եթե ունեք Աստվածաշնչեր, բացենք Հովհաննեսի 21-րդ գլուխը,
Հովանեսի գիրքը ես չեմ կարում, ես վերջերս ուրիշ գիրք չեմ կարող կարդամ, մենակ Հովանեսի գիրքն եմ կարդում։ Անդադար Հովանեսի գիրքն եմ կարդում, ու ամեն անգամ կարդալուց այնտեղ նշվում է մենակ Հիսուսն է, Աստծո որդին, փրկիչը, ամեն ինչը, սա այդ սերը ամեն բան, նենց է նկարագրած, այդ սերը նենց է նկարագրել Հովանեսի միջոցով Տերը, ամեն տառ, ամեն բառ, ամեն ինչ նենց է անում, որ դու չես կարողանում շեղվես Հիսուսից։ Իրոք փառք Տիրոջը, որ ինքը մեզ տվել է այս իր կենդանի խոսքը, կարդացեք շատ կօրհնվեք։ Իրոք, եթե ուզում եք Հիսուսին տեսնել, Հովանեսի գրքի մեջ ամեն ինչ կա, ամեն բան տենում ես Հիսուսի պատկերը ուրիշ է։ 21-րդ գլուխը Հովանեսի սկսենք հենց առաջ հենց մեկից ու սենց կշարունակենք մինչև վերջ կփորձեմ մեկնաբանեմ ինչ հայտնություններ ունեմ սրա մեջ, Տերը ինչի է այդ ամեն ինչի մեջով Պետրոսին տարե ու տանում, թող ով ականջունի լսի։ Սրանից մի գլուխ առաջ մենք տեսնում ենք, որ այսինքն 17-րդ գլուխն է կարծեմ, 18-րդ գլուխը, որ Հիսուսին որ բռնում են, տանում են քահանայապետի տուն, Պետրոսն էլ է գնում հետևից, միձև մտնում է ծանոթի կարգով ներս, խարույկի կողքը նստած, ու դե գիտեք այդ պատմությունը, հարցնում են դու Հիսուսի հետ էիր, ասում է չէ, ասում է դու իրանցից մեկը չէ, աշակերտներից էիր, դու չէ, 3 անգամ ուրանում է, այս թեման մի քիչ շատ խորն է, մի քանի վաղ առաջ խորում ենք, խոսում ենք Գագո աղբորս հետ, այս թեմայով ու մի քիչ շատ սուզվեցի, խորացա, միգուցե դրա համար Տեր ավելի խորը բաներ տարա բացեց, ուզում եմ այդ հայտնություններս ամեն բան կիսվեմ ձեր հետ, եթե որոշ բաներ էլ կա, որ ես միգուցե իմ հասկացողության պատենց ինձի կներեք, կարող է ուրիշ ձևա բացված ձեզ կամ ուրիշ ձևա Տերը հետո բացելու, բայց վստահ եմ, որ Տերը մի բան անում է, ամեն բան կատարյալ է անում։ Դրա համար, երբ որ Պետրոսը ուրացավ, ես ուզում եմ մի հատ հասկանանք Պետրոսի ապրումները, ասենք մենք էլ բաներ կա, որ հեռվանում ենք, ուրանում ենք, մեզ թվում է Տիրոջից հեռացել ենք, ուրացել ենք ու փնտրում ենք, բայց մենք մեզի մեղավոր ենք զգում։ Ու հակառակորդն էլ միշտ փորձում է էդի բերի ու միշտ sense ոնց որ կներեք արտահայտության, ասեմ որ ասում է ճպսնի երեսի, հասի դու արժանի չես, դու արժանի չես։ Բայց եկեք տեսեք Հիսուսը ոնց է այդ ամեն ինչին նայում։ Ու երբ որ Պետրոսը այդ ամեն ինչը ապրում է, Հիսուսը դաժե հարություն է առնում, իմանում է Հիսուսի մասին, այդ իր ապրումներից ես հասկանում եմ, որ ուզում է առաջինը հասնի Տիրոջը, որ գոնե ասի երևի ինձ թվում է կներես էլի, որ չէի հավատում քեզ, որ ուրացա, կներես Տեր, գալի առաջին ինքն է մտնում, ասում է երկուսով հասան տեղ ինքն ու Հովանեսը, բայց ինքը մտավ գերեզման, փնտրում էր, իրոք փնտրում էր, ու այդքանից հետո երևում է իրանց աշակերտներին երկու անգամ ու 21-ից սկսում ասում, դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին եւ հայտնվեց այսպես. Սիմոնը Պետրոսը ու Թովմասը Եկվորյա կոչվածը Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից է, Զեբեդեոսի որդիները եւ աշակերտներից եւս երկուսը միասին էին։ Սիմոն Պետրոսն ասաց նրանց. գնում եմ ձուկ որսալու։ Նրանք ասացին, մենք էլ ենք քեզ հետ գալիս։ Նրանք ելան, նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբեմն մենք, որ տենց ամեն ինչ վերապրել ենք, ինքը Հիսուսի հետ 3 տարի քայլում էր, ամեն ինչ վերապրել էր, տեսել էր ամեն բան, մի պահ է գալի, որ կոտրվում ես։ Ասում ես, գնում եմ իմ ձուկ բռնելուն, գնում եմ իմ գործին, այն գործին, որ ես լավ էի անում։ Գնում եմ ես այն անեմ, ինչ գիտեմ,
Գիտես, մենք ուրիշ բան չենք կարող անենք, մենք փորձում ենք այն անենք, ինչ որ գիտենք։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Պետրոսը ինքը ասում է, ես գնում եմ ձուկ բռնելու, ինչ ուզում ա լինի, ես գնում եմ մի քիչ խախանվեմ, մյուսներն ասում են գալիս ենք։ Ու երբ որ մենք գնում ենք առանց Տիրոջ, ոչ մի ռեզուլտատ չկա։ Մենք ժամանակ ենք վատնում ամեն ինչի վրա։ Ու ոչ մի պտուղ չի բերում։ Երբ արդեն առավոտ էր 4-ից, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Հիսուսը արդեն եկել է փառավորված մարմնով, կանգնած ու իրան չեն ճանաչում աշակերտները։ Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղաներ, արդյոք ուտելու բան ունեք»։ Այստեղ հայերենով տղաներ է գրած, բայց ես նայել եմ ռուսերենով, նայեք, ով որ ռուսերեն հասկանում է, գրած է երեխաներ, ձեթի։ Հոլանդերեն kinderն է գրած, անգլերենը children, այսինքն ինքը եկել է իր երեխեքի հետևից։ Աստված եկել է իր երեխեքի հետևից, թեկուզ մենք մոլորվել ենք, գնացել ենք ձուկ բռնելու, գնացել ենք այն անենք, ինչ հասկանում ենք, ինչ մտածում ենք, ինչ գիտենք, բայց պապան եկել է երեխեքի հետևից։ Երեխեք, արդյոք ուտելու բան ունեք, ուտելիք ճարել եք, մի բան, նրանք պատասխանեցին ոչ, իսկ նա ասաց նրանց, ուր կանը նավի աջ կողմը գցեք և կգտնեք, այս անգամ արդեն Տերն է ասում ինչ անենք, երբ որ մենք լսում ենք Տիրոջ ձայնը, երբ որ Տերը մեզ ուղղորդում է, անենք նենց ոնց որ Տերն է ասում, ու տեսեք, իսկույն ինչ է լինում, նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Արտային աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց, Տերն է։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր և ջրի մեջ նետվեց։ Եկեք ես մի բան էլ փորձենք հասկանալ, որ իրոք լսում ես Տերն է, ինչ է ապրում Պետրոսը, ես ուզում եմ հասկանամ, ինչ է ապրում, նույնը մենք ինչ ենք ապրում, երբ որ արդեն հեռացել ենք, մեզ թվում է հեռացել ենք, լքել ենք, մոռացված ենք, մեր գործերով ենք, ու ասում է, հետո հեսա մի քիչ հետո բացատրում է ինչքան հեռու էր նավակը, իսկ մյուս աշակերտները ձկներով ուրկանը քաշելով նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին, մոտ 200 կանգուն։ 200 կանգունը դա մոտարապես 100 մետր է, ասում է, ափից 100 մետր են, որովհետև Հիսուսը կանգնած ափից խոսում էր հետները, իրանք լսում էին ու տեսնում էին իրան, ասում են, բայց չէին ճանաչում։ Բայց Պետրոսը մտածում, Պետրոս, 100 մետր ես հեռու։ Նավով գնայք հասնենք, ինչ ես դու թռնում ջուրը, գնում շորերով, շնչակտուր։ Գիտեք, երբ որ մենք երբեմն մտածում ենք Աստված մարդու պես է, երբ որ մենք ասենք ինչ որ մեկի հանդեպ մեղքի զգացում ունենք, սենց ուզում ենք գնանք, շուտ հասնենք, մի բան ասենք, ինքը քաջալերի կամ մեր մեղքերը քավենք, սենց ու ես հասկանում եմ այս պահը, որ այս վիճակն էր իր մոտ, որ ինքը մի բան ուզում էր անել, բայց Տերը գիտի ամեն բան։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, վրան ձուկ ու հաց դրված։ Վաու։ Այս տեղը ինձ իսենց ապշեցնում է։ Հիսուս, դու Աստված, Աստծո որդի, փառավորված։ Եկել ես էլի ծառայում ես։ Գիտեք, մենք երբեմն մի երկու ստից հաջողության հասնում ենք, ուզում ենք, որ գան սա մեզ ծառայեն։ Ուզում ենք գան բոլորը մեծարեն, տեղեր տան։ Հիսուս, ես ինչ սքանչելի Աստված ես դու։ Եկել ես այդքանից հետո, գիտես, որ կերակուր չունեն ու եկել ես կերակրում ես, դու խորոված ես անում։ Խորոված ես անում, կրակ ես վառել, զուկ ու հաց ես դրել ու կերակրում ես քո երեխեքին։ Ու այսօր էլ Հիսուսը երեք այսօր եւ հավիտյան նույնն է, ժողովուրդ ջան։ Ինքը մեզ կերակրում է։
ինքը պատրաստել է ամեն բան, մեզ մնում է մնանք իր հետ ու սնվենք։ Հիսուսը ասաց բերեք այն ձկները, որ հիմա որսացիք։ Այսինքն ինչքան որ բռնել եք, որսացել եք, դե բերեք մի բան սարքենք, բայց ինքը արդեն սարքում, մտածում, սարքում է։ Ինչ ասում։ Այժմ Սիմոն Պետրոսը նա մտավ եւ ցամաք հանեց ուրկանը 153 հատ մեծ ձկներով լեցուն։ Գիտեք մեր հայերենով որ սես բաներ գրած է, լավ է որ նշված է ու ես հավատում եմ Աստվածաշնչում ոչ մի թիվ, ոչ մի տար հենց այնպես չի նշվում։ Մտածում Տեր 153, ինչպես ամենտեղ շեշտում, ամեն լեզուներով կարդացել եմ 153։ Չեմ հասկանում, հայերենն էլ սենց է գրված։ Մի քիչ որ շատ խորացա, աղբերների խորհրդով, հայտնություններով, բանով հասկացանք, որ ու բացվեց այդ իրոք, որ ճշմարտությունը դա է, որ այս եբրայերեն բառերը, իրանց տառերը, ամեն ինչը կոդավորված է, թվերով է ամեն ինչը։ Ու այդ թվերը, որ միացնում ես իրար 153, դառնում է բառ, անուն։ Ու այդ 153-ը, որ եբրայերեն նայում ես, նշանակում է Անի Էլոհիմ։ Դա թարգմանած նշանակում է ես եմ Աստված։ 153 մեծ ձկներ, այսինքն ստեղ Տերն ուզում ասի, որ ամբողջ երկրագունդը, ունիվերսումը ինձ է պատկանում, ամեն բան ենթարկվում է ինձի։ Ձկներն էլ ամեն բան ինձ է պատկանում։ Ասում է թեև այդքան ձուկ կար եւ ուրկանը չպատրվեց։ Ինչ չպատրվեց, որովհետեւ պետք է Տիրոջը, որ այդ 153-ը հաշվեին իրանք ու հասկանան թե ինչ է կատարվում։ Ու մենք էլ այսօր հասկանանք Փառք Տիրոջը։ Ճիշտ է, մենք գիտենք, որ ինքը ամենազոր Աստված է։ Հիսուսն ասաց նրանց. եկեք ճաշենք։ Եկեք ճաշենք, կերակրում է եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել դու ով ես։ Պաստորեն իրան չէին ճանաչում։ Ճանաչելի չէր։ Որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը եկավ, վերցրեց հացը ու նրանց տվեց։ Նույնպես եւ ձուկը։ Այս երրորդ անգամ էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. նայեք, այստեղ ամենտեղ նշվում է Սիմոն Պետրոս, Սիմոն Պետրոս։ Երեք կարդում եմ, մեկ էլ այս մի բանը եկավ ու սենց մնացել եմ վրան ու չեմ կարող առաջ գնալ, ասեմ խիա, այս խի աստես էս նշվում, խի փոխվեց։ Սիմոն Պետրոսին ասաց, որտեղ Պետրոս անունը ինքն էր դրել։ Տերը փոխեց Սիմոնի անունը, գիտենք, որ դրեց Պետրոս, որ ժայռն է։ Բայց այստեղ Տերը մի ուրիշ հարց է տալի, ասում է Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ ավելի քան դրանք։ Այստեղ գրած է դրանք, միտեղ գրած է նրանք, գիտեք, այս պահը ես չեմ հասկանում կոնկրետ ինչ է, բայց այստեղ որ քանի որ դրանք է գրված, դրանք ասելով քո գործը, քո ձկնորսությունը, այս ամենը ինչ որ կա, սիրում ես ինձ ավելին, քան այս ամենը։ Տերը ուզում է, որ մենք ինչ որ անում ենք, ինչի մեջ որ կանք, հմուտ ենք, լավ որսորդ ենք, չգիտեմ, ձուկ ենք որսում, գործ ենք անում, բայց ուզում է հարցնում է, սիրում ես ինձ ավելին, քան դրանք։ Պետրոսը նրան ասաց. այո Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Նրան ասաց. արածեսրու իմ գառներին։ Ու շատ եղեք, որ ստեղ գառներ է նշում։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը նրան պատասխանեց. այո Տեր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Նրան ասաց. արածեսրու իմ ոչխարներին արդեն։
Երրորդ անգամ հարցրեց նրան. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն. Սիրում եմ։ Սիրում ես ինձ եւ պատասխանեց նրան. Դու Տեր ամեն ինչ գիտես։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։ Հիսուսն ասաց նրան. Արածեցրու իմ ոչխարներին նորից։ Այս պահը ուզում եմ մի քիչ հասկանանք, մենք գիտենք 3 անգամ Պետրոսը ուրացավ Տիրոջը։ Տերը 3 անգամ հետ շրջեց այդ ամեն ինչը, ինչ որ արել էր Պետրոսը, բայց սիրո միջոցով։ 3 անգամ ուրացել էր, բայց 3 անգամ սիրո միջոցով վերականգնեց Պետրոսի դիրքը։ Բայց ես հասկանում եմ, որ Տերը Պետրոսին սովորացնում էր բաներ, ու այսօր մեզ էլ է սովորացնում բաներ, որովհետև միջև այդ այն արդեն են գոռոզացած վիճակն էր Պետրոսի մոտ։ Տեր ուլեր գնաս, ես կգամ, կյանքս կտամ, միջև վերջ կգամ, այս կանեմ։ Գիտենք բոլորս բնավորությունը Պետրոսի։ Ու Տերը ասեց, ինչի համար ասեց, ուրանալու ես 3 անգամ միջև ակաղաղի կանչել է։ Ինչի է Տերը տենց անում։ Երբ որ մենք ուրանում ենք, այդտեղ բան ունի սովորած, երբ որ մենք կոտրվում ենք, երբ որ ջարդում է Տերը մեզ այդտեղ, ինքը ուրիշ Պետրոս է սարքում։ Ու բերում է այստեղ այս պահը, ու ինքը բացատրում է, որ ես իմ սիրով, իմ սիրուց ելնելով քեզի կվերականգնեմ, ու դու կլես այն Պետրոսը, որ ես եմ սիրում, ու դու ինձի սիրելով կլինես այդ Պետրոսը, ոչ թե ցույց տալով դու ով ես Պետրոս, այլ ես ով եմ քո կյանքում։ Ուստեղ սերը ցույց է տալիս, որ սերը գիտեք գործողություն է։ Երբ որ ասում ես սիրում ես, առաջին ասում է գառներից գնահատեցրու, այսինքն գառներից այդ նորեկող, նոր ապաշխարած, նոր հոգի քրիստոնյաներին, հետո ոչխարների մասին է խոսում, որ իրոք, որ երկար ժամանակ են Տիրոջ տան մեջ, ու էլի առաջնորդը Տերը փնտրում է առաջնորդներ, որ արածեցնի իր հոտը։ Ուստեղ Տերը խոսում էր, գիտենք, արամեերեն, հեբրայերեն էր ամեն ինչը ասվում, բայց երեք էլի փնտրտում էի, ման էի գալիս, ու ինչի, որ լեզվով է նոր կտակարանը գրվել, բայց Տերը կամեցել է, ես ոնց կարդում եմ, որ հունարեն գրվի առաջինը։ Խոսացվել է, ասվել է ամեն ինչ արամեերեն, հեբրայերեն, բայց հունարեն է գրվել։ Իսկ հունարենից, որ նայում ենք, առաջի 2 անգամը, որ հարցնում է Տերը Պետրոսին, դա այդտեղ այդ սեր բառը օգտագործում է ագապե սերը, աստվածային սեր, իրոք աստվածային սերը, որ ամեն ինչից վեր է։ Բայց Պետրոսը էլի չհասկանալով, ինքը ֆիլեո սիրո մասին է խոսում, որը որպես աղբեր, ընկեր, մարդ։ Հիսուսն ասում է, դու ինձ սիրում ես այդ աստվածային սիրով։ Ասում հա Տեր, ես քեզ որպես աղբեր, ընկեր, մարդ, sense մարդ եմ սիրում։ Տերը երկրորդ անգամ էլ է նույն հարցը տալիս, բայց երրորդ անգամ նույն ֆիլեո հարցն է տալի Տերը։ Տեսնում է, որ ինքը ագապեն չի հասկանում, ասում է։ Ֆիլեոն է, իշտում է մարդու մակարդակին, հարցը տալիս է ու սկսում է Պետրոսին բարձրացնել։ Ու մի հատ էլ գաղտնիք կար ստեղ, որ ես տեսա, որ չգիտեմ, կարող է դուք նկատել եք, գիտեք, բայց կուզենայի ես էլ կիսվել, որ ասում է Պետրոս, Սիմոն ասում է, Սիմոն Հովնանի որդի։ Ու սենց մնացի այս նախադասության վրա, ինչի ասում Հովնանի որդի։ Չէ, որ Պետրոսին երբ որ ասում է կանչես ձուկ էր բռնում, իր հորը գործերը թողեց եկավ, բայց չի նշում հոր անունն ինչ էր։ Մտածում եմ, տեղ ես Հովնանի անուն նշում, ես ասում Հովնանի որդի։ Հովնանը գալիս է, ես էլ մի քիչ շատ փնտրտեցի ու բացվեց, որ
Հովնան մարգարեի մասին է խոսում։ Հովնանի ուղղությամբ է գալիս։ Հիսուսին որ ասում են Հիսուս Դավթի որդի, ինքը Դավթից ոչ էր ծնվել։ Ու Տերը տանում է այստեղ Հովնան մարգարեի ուղղությամբ։ Ինչի համար, որովհետև այստեղ մի հատ էլի կարծեմ Մատթեոսի 16-ի 17-ում է ասում, որ Հիսուսը հարցնում է, ինչ եք կարծում, ինչ են ասում մարդիկ, ես ով եմ։ Ամեն մեկ ասում ու մարգարե ես ինչ ասում, Պետրոսը ասում է դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Ուտեղ նույն նախադասություն ասում, Սիմոն, Հովնանի որդի, դա իմ հայրն էր, որ քեզ բացեց, ոչ թե մարմինն ու արյունը։ Ուստից հասկանում ենք, որ տանում է մարգարեության։ Հովնան անունը նշանակում է աղավնի, լուր բերող, խաղաղություն բերող։ Ու տեսեք Տերը ինչ է անում։ Հովնանի որդի։ Ու միտեղ էլ որ ասում են դե դու հրաշքներ ցույց տուր մեզ, ինչա ոնց է, ինչ ասում Տերը, ասում է ձեր չի լինի ավել հրաշքներ, քան թե Հովնան մարգարեի նման։ Ուստեղ գիտեք ինչ է լինում, Հովնան մարգարեն ինչ էր, որ ինքը ընկավ ջուրը, խորտակվեց, 3 օր մնաց գետի փորի մեջ, ու 7-րդ օրը դուրս եկավ։ Հիսուսը ասում է, իր մահանալուց հետո ոչ մեկին չի երևացել, մենակ աշակերտներին։ Հիսուսից հետո մարգարեությունը շարունակվում է Պետրոսով, Հովնանով, լուրը տանում է Պետրոսին, որովհետև որ տեսնում ենք հենց Պետրոսից սկսում է ամեն ինչը, ու դրանից հետո գործ կարակելոցով արդեն այն Պետրոսը, այս Պետրոսը չի, Պետրոսը ուրիշ Պետրոս է։ Ու Տերը այսօր բան ունի մեզ ասել։ Չմտածեք թե որ բան չեք զգում կամ դժվարություններով եք անցնում կամ եսի մինչերա թողել ենք Տիրոջը, գնացել ենք, ես չեմ ասում, որ արխային ենք, թողենք ամեն ինչ գնանք։ Մեկը ինքը արխային էր Պետրոսը, ասեց ես գնում եմ ձուկ բռնելու։ Թողեց ամեն ինչ, գնում եմ ձուկ բռնելու։ Բայց ում Տերը որ կանչել է, ուր ուզում ես փախի։ Հովնանին ասել էր պետք է գնաս, ուր ուզում ես փախի։ Կետի բերանով ես քեզ կտանեմ կտամ այնտեղ։ Ես ասել եմ։ Հիմա ստեղ բոլորս գիտենք, ամեն մեկս մեր համար Տերը ում կանչել է, ասում է, ինչ ուզում ես արա, ուր ուզում ես գնա, ոնց ուզում ես արա, Տերը գալու է ու շարունակելու է իր գործը քո կյանքում։ Մեզ մնում է միայն մեր հայացք ուղենք դեպի Տերը, միայն Տիրոջով ապրենք իրոք, ու ինքը մեզ կտանի այն ճանապարհներով, որտեղ որ պետք է։ Եվ շարունակենք մի քիչ էլ դրանից հետո ուստեղ Տերը մի բան ասում է ճշմարիտ եմ ասում, երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում եւ գնում էիր ուր որ կամենայիր, բայց երբ ծերատնաս, ձեռքերդ կբարձրացնես եւ ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա։ Այս ասած ցույց տալով թե ինչպիսի մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի իմ ետևից»։ Այսօր Տերն ասում է. «Եկեք իմ հետևից»։ Ահա Պետրոսը շրջվեց եւ տեսավ, արդեն Պետրոսը վերականգնվել է, գործերը լավ է, Տերը ներել է, հիմնել է։ Ահա Պետրոսը շրջվեց, տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր։ Գիտեք, էսի Հովհաննեսի մասին է, Հովհաննեսը գրում է այս գիրքը, բայց ինքը չի համարձակում ասի ես կամ ասում այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր։ Եվ որ նրան ընթրիքի ժամանակ նրա կրծքով ներընկել ու ասել. Տեր, ով է, որ մատնելու է քեզ։ Ուզում ասի, ավելի է նկարագրում, որ ես եմ, բայց անգամ ես չեմ կարող ինձի մեծարեմ բարձրացնեմ։ Պետրոսը նրան տեսնելով Հիսուսին ասաց. Տեր, իսկ սրան ինչ է լինելու։ Ինքը արդեն լսավ ինչ պետք է լինի, հիմա
Սրա հարցերն է, բայց սրա հարցերը։ Եկեք այս ամենը մենք մեր հարցերով զբաղվենք, ուրիշին չասենք, իրոք։ Եթե ես կամենում եմ, որ դա մնա մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ, դու արի իմ հետևից։ Եվ այս խոսքը տարածվեց եբրայ եղբայրների մեջ, թե իբրև այդ աշակերտը չի մեռնելու, բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ինչ։ Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին եւ որն էլ դրանք գրեց ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է, բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեն, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չի լինի այդ գրքերը պարփակելու։ Այսինքն մենք ինչ որ գիտենք, դա մի փոքր ինֆորմացիա, ինչ որ մենք պետք է իմանանք։ Հիսուսը այնքան բաներ, նայեք ստե ինչ մեծ արտահայտություն անում։ Աշխարհը բավական չի, աշխարհը բավական չէր լինի, որ այդ գրքերը տեղավորեին։ Ուստի էլի Տիրոջ մեծությունն է ցույց տալի։ Այսի կոնկրետ էս հասկանում նշվում է, որ մենք հասկանանք ինչքան մեծ է Տերը, որ մեր ուղեղի մեջ չի կարա տեղավորվի այդ ամեն ինչը, ինչ որ Տերը անում է։ Եվ ուզում եմ գնանք մի հատ էլի Հովհաննեսից դուրս չեն գալու այսօր։ Հովհաննես 15, անցած կիրակ էլ Քրիստինե Կուրն էր խոսում, այս նույն բանից, ու ես այս Հովհաննես 15-ից էլ չեմ կարողանում դուրս գամ, ուստեղ բանալին է, Տերը ամեն բան ասում է տալիս է։ Ես եմ ճշմարիտ որդատունկը, եւ իմ հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որդաճյուղ, որ ինձ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն, եւ յուրաքանչյուր պտղաբեր որդաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ Գիտեք, ստեղ ասում է Տերը, որ բոլոր ճյուղերն էլ իրան կապած են, բայց որը որ պտուղ չի բերում, ինքը կտրում է։ Ու որը պտուղ է բերում, ինքը էտում է։ Էտելն էլ ես հասկանում եմ, որ գիտեք, էտելը, որ լավ ճղերը, թարմ ճղերը կտրում ես այն երկար մասերը, որ ինքը սնուցում ստանա ճիշտ ձևով, ճիշտ տեղը հետա, ճիշտ պտուղ տա։ Ու այդ ամենը հիմա մեր կյանքում է։ Տերը կտրում է բաներ։ Եթե մի բան կտրում ես, եթե մեկը ստեղ խաղողի վազա ունեցեք կամ ունի, որ էտած կա, ես ամեն տարի էտում եմ, գիտեմ, եթե էտում ես, որ կտրում ես, ջուրը գալի թափում, ասում են լացում է խաղողը։ Ցավալի է։ Սնուցումը գալիս է թափում է, ցավ է տալիս։ Այսօր մենք եթե ցավեր ենք ապրում, բաներ ենք անում, Տերը կտրում է այդ բաները։ Քեզի ասում է պետք է խոնարհվես, պետք է այսրան զանգես, պետք է այդասերան սիրես, ասում ես, բայց ոնց, ինչ անեմ, ոնց ան, չեմ կարող, չեմ։ Ցավալի է, հենց սկսում ես անել ցավում է, այդ կտրվում է այդ բաները։ Բայց պտուղը հետո վերջում երևալու է։ Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի. մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ, ամբողջ գաղտնիքը սա է։ Մնացեք իմ մեջ, ես էլ ձեր մեջ։ Ինչպես որդաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որդատունքի հետ միավորված չլինի։ Այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք, տեսեք Տերը կոնկրետ ասում է, եթե ինձ հետ չմիավորվեք, ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը։ Իսկ ես նրա հետ նա շատ պտուղ կտա։ Ասում է, ով ինձ հետ է միավորվում, իսկ ես նրա հետ նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, անգամ այդքանից հետո, եթե
Տերը հա շանս է տալիս, հա շանս է տալիս։ Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, եթե չես միավորվում, նրան որդաչուղի պես կնետեն եւ կչորանա, ապա այն կհավաքեն, կրակը կգցեն եւ կայրվի։ Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ Պարզ ասում է Տերը, եթե իմ հետ մնաք, իմ խոսքերը ձեր մեջ մնան, ինչ խնդրեք, այն էլ կտրվի։ Ու սա խոստում է։ Իմ հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինեք։ Ինչպես հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի, մնացեք իմ սիրո մեջ, եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի եւ նրա սիրո մեջ եմ մնում։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Եթե ուզում ենք մեր ուրախությունը կատարյալ լինի, Տիրոջ ուրախությունը մեր մեջ լինի, մենք պետք է մնանք իր մեջ ու սիրով շարժվենք։ Բայց կարամ ասեմ շատ դժվար է այս աշխարհում։ Շատ բաներ կա, որ փորձում են շեղել քեզ։ Դրա համար այդ ճյուղը պետք է չառանձնանա, պետք է չկտրվի ծառից։ Միշտ անդադար սնուցումը պետք է գա։ Ճյուղ կա տերևներով, որ արդեն լրիվ կանաչել է, որ կտրում ես, դնում ես միտեղ, ինքը էլի կանաչ է։ Նայում ես, ասում ես, վաու, այս կանաչ է։ Հələ դաժե վրան կարող է մի հատ պտուղ կախած լինի, ասում ես, դե լավ է, ուրեմն սենց է կլինի։ Ու այդ ճյուղը այդ պահին կարող է մտածի, տես ես կանաչ եմ, պտուղ է կախված։ Անցնում է 2 օր, ինքը արդեն թարամում է։ Հետո չորանում է։ Հետո գցում են կրակը։ Հենց որ եթե Տիրոջը կպած չմնանք, ոչ մի սնուցում չստանանք, չորանալու ենք թափվենք։ Միակ ճանապարհը, միակ բանը, որ Հիսուսի մեջ մնանք, Հիսուսը մեր մեջ։ Չկա ուրիշ ձև, ուրիշ ճանապարհ, ուրիշ ֆորմուլա, ամեն ինչը Հիսուսով է։ Այսօր էլ հենց առաջի վարկյանի ծառայության միջև հիմա, թե փառաբանություն, թե բանը, ես մի բան ինձի բացեց Սուրբ Հոգին, որ ես միշտ ասում եի, սա Տիրոջ գործն է, իհարկե Տիրոջ գործն է, որ փառաբանությունը, բացումը, խոսքը, մնացածը, այն մյուս խոսքերը, որ խոսում են, իրար հետ բռնում է, բայց մենք չենք պայմանավորվել իրար հետ։ Գիտեք ինչ բացվեց ինձի նոր փառաբանության երկրպագության ժամանակ, որ Հիսուսն ասեց, ինքը մխիթարիչը կգա, ինձանից կվերցնի ու ինձանից կպատմի։ Ոչ բան իրանից չի անի, այլ ինձի կփառավորի։ Ու Սուրբ Հոգին, որտեղ որ շարժվում է, որտեղ որ գործում է, որ ինքը այստեղ է, ամեն տեքստ, ամեն բառ, ամեն ինչ տանում է դեպի Հիսուս Քրիստոս։ Օծյալը մեր մեջ է, Սուրբ Հոգին մեր մեջ է։ Եկեք վստահենք Տիրոջը, ժողովուրդ ջան։ Գիտեք, մի քանի օր առաջ խորում էի, մտածում էի, ու այս տեքստն էր գալ ինձի։ Ամեն իշխանություն եւ զորություն ինձ է տրված։ Մեկ է պայտակ թուլանում ես, լացում ես, Տեր, բա այս հիվանդությունը, բա այս տկարությունը, բա այս չքավորությունը։ Տերն ասում է, ամեն իշխանություն, զորություն ինձ է տրված։ Ամեն բառը նշանակում է ամեն, ոչ թե մի քիչ, ոչ թե կիսով չափ, ոչ թե մի քանի հատ, ամեն իշխանություն, զորություն։ Մարդիկ ինչ են ասում։ Հերիքա, այս չարը ինձի տանջում է, այս անում, այն անում, էսա բերում, այնա բերում։ Ամեն իշխանություն տրված է ինձ։ Հիսուսն ասում է այսօր, սիրելի Աստծո զավակներ, երեխաներ, ոնց որ նոր ասում էր, ամեն բան տված է Տիրոջը։ Երբ որ մնանք Տիրոջ մեջ ու ինքը մեր մեջ, ամեն բան փոխվելու է։
Միգուցե մենք հենց հիմա ռեզուլտատներ չենք տեսնում։ Այդ որ խոսում այդ խաղողի մասին երբեմն դա եղել է սերմ, ոչ մեկ չի տեսել հողի տակ ինչա։ Պետրոսը 3.5 տարի, 3 տարի տիրոջ հետ մանր գալ, ինքը չգիտեր, ինքը փնտրտում էր։ Տերը ամեն ձև, ամեն իրավիճակները ստեղծում է, որ շինի իր եկեղեցին։ Մենք պետք է հավատարիմ մնանք, խոնարհ մնանք, սիրո մնանք։ Սիրենք Տիրոջ, ասենք Հիսուս սիրում ենք քեզ։ Անկախ նրանից ինչ է լինում, ոնց անում չենք հասկանում, սիրում ենք։ Բայց մի բան հասկանանք, որ երբ որ մենք գնացել ենք, մտածում ենք, որ գնացել ենք մեր գործերին, այդ վաղտ էլ Տերը գալիս է։ Մեղքը ընդհանրապես իշխանություն չունի մեր վրա։ Հիսուսը խաչի վրա այդ գործը կատարել է։ Մեղքը Տերն ասում է, դուք մեղքից ազատված եք, արդարացված եք ու դուք չունեք։ Դուք կարաք սխալվեք, սայթակեք, բայց մեղքը, որի գերին որը դուք եք, ես ձեզ ազատել եմ։ Ով որ իմ մեջ է, ես իր մեջ։ Մեղքը իշխանություն չունի, չի կարա ոչ մի ձև գործի ձեր կյանքում, անգամ եթե գա մտնի, չի կարենալու գործի։ Խնդրեմ եմ ֆիլմը դնեք մի հատ։ Ես սիրում եմ միշտ օրինակներով ցույց տալ, որ միշտ մի հատ կարճ ֆիլմ է, մի հատ պաուզա կանեք, պաուզա։ Նայեք, որ նայում ենք մեջտեղինը մենք ենք, մեջտեղինը մենք ենք։ Մի կողմը Հիսուսն է գրված է, մի կողմն էլ այս սև ջուրը, դա մեղքն է։ Միացրեք։ Սա կյանքի ջրերն է, որ լցվում է մեր մեջ, մենք կանք, մեղքը, որ եկավ մեր կյանք, ու մենք մեղքի մեջ ենք։ Գալիս է Հիսուսը մեր կյանք։ Նայեք ինչ անում։ Իսկ հիմա գալիս է մեղքը նորից մեր կյանք։ Նայեք ինչ է լինում։ Ինքը զորություն չունի։ Ինքը իշխանություն չունի։ Ինչքան էլ գա Հիսուսը մեր մեջ է, մենք էլ Հիսուսի մեջ։ Փառք Հիսուսին։